Սիրոտոներից մինչև մարտի 8-ը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Ինձ թվում է դա մի process է, որտեղ էլ մենք չենք միջամտում, որ անկեղծ ասեմ ես չգիտեմ, որտեղ եթե առաջին անգամ գիտեինք, որովհետև երևի ավելի շատ էինք ներգրաված գործընթացում, քան այդ ընկերության մենեջերներն ու տնօրենները, հա, հիմա արդեն իրենցն է իրենք թող իրենց գործերը կազմակերպեն։ Որ ապրիլի 1-ը այսպես սովորաբար մեր ժողովրդի մեջ խաբելու օրն է, իսկապես թոշակները բարձրանալու են, թե ամեն դեպքում կարող է մեր սիրելի տատիկ պապիկները կտեսնեն, որ այդ օրը 10,000 դրամ ավել թոշակ ստացան, քան սովորաբար են ստանում, եւ այդ օրը խաբելու օրը չի, այդ օրը հումորի, ժպտալու, ծիծաղի օրն է եւ մեր տատիկ պապիկները կունենան եւս մեկ առիթ ժպտալու, ծիծաղելու եւ իրենց ծերությունը ավելի բարեկեցիկ վայելելու, քան մինչ այս է եղել։ Իսկ նախագիծը երբ որտեղ դեռ նախագիծ չկա, չէ, դա ինչ պետք է լինի, բյուջեին փոփոխություն պիտի լինի, ինչ պետք է լինի, ինչ։ Մենք դա արագ կազմակերպենք դա։ Առաջիկա նիստերում դա արագ ներքին վերաբաշխումներով էլ այդպիսի հարցերը կարող են լուծել։ Նախագծին բյուջեի փոփոխություն օրենք խորհրդարանով պետք չէ։ Կարող է եւ կարիք լինի, որովհետեւ այնտեղ բյուջեի մասին օրենքում կա սահմանաչափ։ Այսինքն կա սահմանաչափ, որի շրջանակում կառավարությունը իրավունք ունի ցանկացած փոփոխություններ անել։ Կա մի սահման, որից դուրս իրավունք չունի։ Ես դա ֆինանսների նախարարության տիրույթում է, եթե այդ սահմանը հաղթահարենք, բնականաբար պետք է գանք եւ դիմենք ազգային ժողովին, խնդրենք թույլտվություն տալ փոփոխություն անել։ Եթե ոչ, բնականաբար դա կառավարությունը կարողանալ անել, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կառավարությունում կամ ազգային ժողովում մենք այդ մասով խնդիր կունենանք, որովհետև քաղաքական մեծամասնությունը ակնհայտորեն նույնպես աջակցում է, որպեսզի 600,000 եւ ավել կենսաթոշակառուների կենսաթոշակը ավելանա։ Մոտավորապես ամսական որքան գումարի մասին խոսքը։ Դե ես ասացի, միլիոն դոլարի կարգի կլինի։ 75 միլիարդ լրացուցիչ իմ հաշվարկներով մոտավորապես այդքան լրացուցիչ գումար է պետք լինելու։ Դրա մի մասը արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասը արդեն իսկ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալի տեմպերը մենք տեսնում ենք, լրացուցիչ նաև եթե կարիք առաջանա, արդեն կտեսնենք, մենք որոշակի ծրագրերում կանենք նաև մենք անընդհատ մեր ծրագրերի մեջ օպտիմիզացիա ենք անում եւ մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողում, որ մնա։